անցան գործընկերներից։ Հատված ժանժատերը ես շարունակեմ մեղադրանքի կառաջարկության հետ կապված հարցերը Սարգսյանը համասը ներկայացրեց դատաքննության մեզ ներկայացրեց մեղադրանքը մեր պաշտպանության հնարավորությունները եւ ակնհայտել որ մենք պաշտպանում ենք յուրորեն մոտավորապես անորոշ մեղադրանքից սակայն հետագայում ինչ արեց դատարանը հանրապետություն դատարանը ոչ միայն սրբագրեց մեղադրանքի կողմի այսպես ասած թերացում մեր գնահատման դատարանը փոխեց մեղադրանքը հաստատեց նոր մեղադրանք նոր փաստեր նոր երանգավորում տնեց մեղադրանքին եւ ըստ էության Միքայել Սերբազյանին դատապարտեց մի մեղադրանքում, որը նրան առաջադրված չի եղել, դատաքննության ընթացքում քննարկված չի եղել։ Ես հիմա անգամ կփորձեմ դրանք ներկայացնել։ Նախ դատանի ուշադրությունը կուզեմ հրավիրեմ մեղադրանքի կառուցվածքի վրա, ի սկզբանե ինչպես էր մեղսագրված։ Մեղսագրված էր մեկ առաջ երկու նպատակ կառուցվածքով։ Ըստ էության, ինչպես անընդհատ չկրկնեմ, անորոշ խոսույթը եւ ըստ էության սրանով կատարել է իշխանություն զավթելու ոչ համանդրական կարգը բռնի տապալելու ոչ բայց հանցակազմի իմաստով մենք տեսնում ենք սրանք երկու տարբեր գործողություններ են եւ ի սկզբանե մենք այս առումով էլ ենք ակնկալում լավ որը որն է համանդրական կարգի տապալման մասը որն է իշխանության զավթման մասը այսինքն մենակ կառուցվածքը հուշում էր արդեն որ չի համապատասխանում մեր մեղադրանքը, մեղադրանքի ներպետական միջազգային ընդունված պահանջներին, քանի որ այս պահանջները հուշում են, որ մեղադրանքը դետալային հնարավորինս հստակ նկարագրվի, մեկնաբանվի, պարզաբանվի մեղադրյալին, որպեսզի պաշտպանության իրավունքը իմաստ ունենա, առարկայական լինի եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում մյուս կտորը 25 թվականի հարցազրույցի կտորը, որը մեղադրանքի մաս էր պաշտոնապես։ Հիմա տեսեք, մեր գնահատմամբ, որ նախ պարզ չէր մենք որ նպատակից պաշտպանվեինք, ինչը պիտի ապացուցվեր, ապացուցման առարկան քանիսներ, այլընտրանքայիններ, մի հատ էր։ Իսկ արդեն մենակ երկու տարբերակով մեղադրելու հանգամանքը ցույց էր տալիս, որ հենց ինքը դատախազությունն է կասկածի տակ դրել սուբյեկտիվ կողմը, քանի որ չի կարողացել կողմնորոշվել մեղադրյալի միակ իրական նպատակի հարցում։ Սա նշանակում է, որ հանցակազմի պարտադիր արտանիշ եւ սուբյեկտիվ կողմի իրական տարը ի սկզբանե չի ունեցել ապացուցվածության անհրաժեշտ շեմ, խորություն։ Ուրեմն տեսեք, դատարանն իր ակտում բացառելով սահմանադրական կարգի տապալումը եւ ըստ էության հաստատված համարելով միայն իշխանության զավթումը, ոչ թե իրականացրել է արտադատականություն, այլ ընտրել է դատախազության կողմից տրամադրված այլընտրանքային տարբերակներից մեկը։ Այսպիսի մեղադրանք, այսպիսի անորոշություն եւ այսպիսի այլընտրանքներ չի կարելի, սա խաթարում է արդարադատություն դուր էությունը։ Այլապես կարելի է հախուռը միշտ ամենից բերել գցել եւ թողնել դատարանին ասել կոպիտ ասած, այսքանի մեջից դե մի բան առանձնացան, մի բան պիտի մի բանի մեջ մեղավոր ճանաչի, որը խաթարում է պաշտպանության բուն էությունը։ Եվ հենց սա տեղի ունեցավ մեր դեպքում առանց չափազանցի։ Հիմա այսպես ասած, այսքան կոչի փնտրտուքների մեջ մենք ինչի հայտնվեցինք եւ այս հարցը նաեւ շատ կարեւոր է, որովհետեւ նախորդ դատական նիստերում էլ հաղորդման բովանդակային մասը քննարկելու առումով են գործընկերները ներկայացրեց, որ դատարանը նաեւ տվել էր այս տեսակ մեկնաբանություն, որ կանդրադառնա դատավճռով մեղադրանքի ըստ էության էությունը, այսպես ասած, հաստատելու փուլում եւ այս առումով հիմա ինչ որ ասում չափազանց կարեւոր է։ Տեսեք, դատարանը ձևափոխեց մեղադրանքը, նախ հանեց մեջից սահմանադրական կարգի տապալման կտորը։ Դատարանը հանեց մեջից 25 թվի հարցազրույցի կտորը։ Պահը կրկին կարևոր է։ Ուզում եմ մի պահ մեջ բերել սա։ Այս համատեքստում դատարանի համար ընկալելի չէ, թե ինչ նկատի մեղադրանքի կողմը վերահաստատել դերում, քանի որ սույն բարակայում իրավական եզրույթ չէ։
Մասնավորապես, եթե մեղադրանքի կողմը նկատի ունի մեկ միասնական դիտավորության շրջանակում մի քանի արարք կատարելու հանգամանք, ապա նշվածը բացառվում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ քննիչը պաշտոնապես պարզաբանել է, որ արարքն ավարտվել է փետրվարի 3-ին։ Մինչդեռ շարունակվող հանցագործության պարագայում այն պետք է դիտարկվեր այս վերջին օրը։ Այլ կերպ մեղադրանքի բովանդակությունը կազմող, սա մեղադրանքի բովանդակությունն էր կազմում, եւ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանք հանդիսացող News.am լրատվական ալիքին 25-ի հունիսի 21-ին հարցազրույցը դատարանը չի գնահատում որպես առանձին դեպք։ Այսինքն դատարանը հանեց է սա, եւ հիմա ուզում եմ կարդամ ինչի մեջ մեղավոր ճանաչեց դատարանը։ Դատարանն իր դատավճռում նշել է այսպիսով. դատարանն արձանագրում է, որ խոսքը կարող է գնահատվել որպես կոչ, եթե դրանով փոխանցվում է հստակ ուղերձ։ Հետևաբար, խոսքի իրավական գնահատման ժամանակ չպետք է սահմանափակվել միայն դրա ձևի, բացահայտ եւ հրամայական լինելու չափորոշիչով, այլ պետք է հաշվի առնել խոսքի ենթատեքստը, խոսողի դիրքը եւ ազդեցությունը, լսարանի ընկալման հնարավորությունը, նպատակը ազդեցությունը կոնկրետ ժամանակային եւ սոցիալական միջավայրում։ Այս համատեքստում հատկանշական է Զանան ընդդեմ Թուրքիայի գործը, որի շրջանակներում Եվրոդատանը փաստել է, որ թեև առաջին հայացքից հայտարարությունը դատապարտում է սպանությունները, սակայն կոնտեքստում այն համարվել է որպես թաքնված կոչ աբեկչությանը հաշվի առնելով տարածաշրջանի պայթունավտանգ իրավիճակը եւ լսարանի զգայությունը։ Հիմա դատարանի մեղադրանքը անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում մեղադրյալի կողմից հնչեցված խոսքին դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի խոսքում ասվում է մեջ բերել են մի քանի ոչ ամբողջը, մի քանի, այսպես ասած, կապակցություն, շագերտները փակ։ Այս հնչեցված խոսքը, եթե դիտարկվի կոնտեքստից կտրված եւ զուտ լեզվաբանական առումով, ապա այն իր բովանդակությամբ գուցե կարող է գնահատվել որպես պատմողական նախադասություն անցյալի գործողությունների վերաբերյալ։ Մինչդեռ դատարանը գտնում է, որ հիշյալ խոսքի իրական նպատակն ու ակնկալվող արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել այն, որ դրանում պարունակվում են ուշադրություն, գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ընդ որում այդ անհրաժեշտությունը բխում է օրինական եղանակից զատ այլ եղանակով իշխանափոխություն կատարելու անհնարինությունից, ուստի առաջին հայացքից պատմողական նախադասությունն իր մեջ պարունակում է հստակ ուղերձ, ինչը կատարելու անհրաժեշտությունն էլ հաստատվում է ընտրություններով հնարավոր չի, սա փոխել հնարավոր չի արտահայտությամբ։ Հիմա տեսանք ինչ արեց դատարանը։ Դատարանը մեր գնահատմամբ փորձեց փրկել իրավիճակը եւ իսկապես անխոցելի փաստարկ փորձեց փրկել իրավիճակը եւ իսկապես անխոցելի փաստարկներին շրջանցելով, որ այո, թեև առաջին հայացքից կարծես թե այստեղ կոչ չկա, ինքը ստեղծեց փաստեր, ինքը կոչը դիտարկվեց թաքնված ուղերձի տեսքով։ Այսինքն մենք ողջ դատաքննության ընթացքում պաշտպանվում ենք էլի անորոշ, բայց գոնե մի բան հստակ էր, ուղիղ այսպես ասած դասական կոչից, դատարանը մեղավոր ճանաչեց Սրբազանին, թաքնված կոչ հնչեցնել։ Սրանք էապես տարբեր բաներ են, դատարան ասեց, այո, ձեր այդ նախադասությունները, ձեր բառերը կարծես թե նորմալ են առաջին հայացքից, բայց ես դրա տակ տեսնում եմ ուղերձ եւ այդ ուղերձն եմ դիտում հանցավոր եւ այդ ուղերձի համար եմ դատապարտում։ Հիմա նախ դատավարության տրամաբանության տեսակետից հարկ է նշել, որ անկախ հիմնավորվածությունից մեղադրանքը ներկայացնողը դատախազն է։ Հենց նա պետք է ներկայացներ մեղադրանքը։ Դատարանի նման առանձնացներ բառակապակցություններ, նշեր թե որ բառակապակցությունն ինչ նշանակություն ունի մեղադրանքի համար։ Ամենակարևոր հատվածը կառուցվածքային առումով։ Հենց դատախազը պետք է մեկնաբանել ու նշել, որ այստեղ ուղիղ կոչ առկա չէ, այլ այս առաջին հայացքից պատմողական նախադասությունների մեջ թաքնված է հստակ ուղերձ, անպայման նշելով ինչպիսի ուղերձ եւ ներկայացնել, որ դա է կոչը։ Խոսք, որն ունի ուղերձ։ Սակայն դատախազները դա չեն արել։ Դատախազներն ուրիշ մեղադրանք են պաշտպանում։ Ավելին,
Մենք բազմիցս տարբեր քննել ենք, միջնորդել ենք, պահանջել ենք ցույց տալ, թե որն է կոչը, ինչպես է դրսևորվում եւ այլն, ինչից պաշտպանենք, ինչպես տեսանք, այդպես էլ չեղավ։ Իսկ այսքանից հետո դատարանի նման վարքագիծը կարծես ցույց տար դատախազներին, թե ինչպես պետք է վարվել եւ այս իրադրությունում ինչպես պետք է մեղադրական երամ հավաքել։ Սակայն դատարանին նշեմ, որ նույնիսկ այս գործողության մեջ էլ դատարանը ակամա թերացել է եւ ըստ էության թույլ է տվել ելի մի շատ խախտումներ։ Նախ մեր գնահատմամբ մեղադրանքից պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն նկարագրված փաստերից պաշտպանություն, այլև դրանց տրված մեկնաբանությունից պաշտպանություն։ Ուստի դատարանը չէր կարող այդ փաստերին տալ այլ մեկնաբանություն, քան մեղադրանքով տրվածներ։ Այսինքն մեղադրելով իշխանությունը զավթելու կոչանելու մեջ մեղադրողները դժվարանում են ցույց տալ որն է կոչը։ Նշում են, որ ամեն ինչ նկարագրված է մեղադրանքում։ Սակայն դատարանը փաստերի ակնհայտ ճշմարտակ խոստովանում է, որ թեև առաջին հայացքից կարծես տեղանք չկա, վերլուծում է կոնտեքստ, այդտեղ է տեսնում ուղերձ եւ դա է համարում կոչ։ Գտնում ենք, որ եթե կոչը պետք է մեկնաբանվել ուղերձի տեսքով, ապա դա պետք է ոչ միայն նկարագրվեր, այլև հենց այդպես մեկնաբանվեր մեղադրյալը։ Այսինքն մեղադրյալը պետք է պաշտպանվեր փաստերի հենց այդ մեկնաբանությունից։ Այս ողջ խառնաշփոթը եւս մեկ անգամ ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը եւ սրբազանին ամեն կերպ դատապարտելու մղումը։ Ուրեմն եթե մեղադրանքում ներկայացված է արծարծույցի բովանդակությունը, իսկ մեղադրողը պարզապես այն համարում է կոչ, բայց չի նշում թե որ հատվածն է կոչ, ապա մեղադրանքն ինքնին անորոշ է։ Ուր մնաց թե դրան տրված ուղերձային մեկնաբանություն։ Անհնար է արդյունավետ պաշտպանություն իրականացնել, չիմանալով թե ինչից է պաշտպանվում, ուղիղ բառերից ու արտահայտություններից, որոնք մենք գուշակում ենք, թե առավել ևս թաքնված ուղերձներից։ Մենք գտնում ենք, որ այս վարքագծով դատարանը փոխել է մեղադրանքի փաստական հիմքը։ Ողջ դատաքննության ընթացքում չնշվեց կոնկրետ հատվածը։ Ոչ միայն չնշվեց, այլև նշույլ անգամ չկար նշված բառերից ու արտահայտություններից դուրս ուղերձների մասին։ Իսկ դատարանը դատավերջում ինքն է ստեղծել մեղադրանքի նոր փաստական տարր, թաքնված ուղերձ։ Սա նշանակում է, որ մեղադրյալը պաշտպանվել է մեկ անորոշ մեղադրանքից, սակայն դատապարտվել է մեկ այլ դատարանի կողմից ստեղծված նոր մեկնաբանությամբ մեղադրանքով, ինչը մեր գնահատմամբ անթույլատրելի է։ Սրանով գտնում ենք, որ դատարանը ստանձնել է մեղադրողի գործառույթ։ Այս գործողությունները խախտում են մրցակցության սկզբունքը, արդար դատականության սկզբունքը։ Դատարանը պետք է գնահատի մեղադրող կողմի ներկայացած ապացույցներն ու մեկնաբանությունը, այլ ոչ թե ինքը վերլուծի նոր թաքնված իմաստներ, որոնք մեղադրողը չի կարողացել կամ չի ենթադրել հստակեցնել դատավարության ընթացքում։ Մեր գնահատմամբ սա չափազանց կարևոր գնահատման հանգամանք է վերաքննիչ դատարանի համար։ Մեղադրանքը ոչ միայն նկարագրված գործողություններն ու բառերն են, այլև դրանց տրված մեկնաբանությունը։ Մեղադրյալը պետք է պաշտպանվի եւ փաստերից, եւ դրանց տրված մեղադրական մեկնաբանությունից։ Եթե մեղադրողը փաստերին տալիս է որոշակի մեկնաբանություն, ապա պաշտպանությունը կառուցվում է հենց դրա դեմ։ Հենց այդ մեկնաբանությունն է կերոշում։ Իսկ եթե դատանը փոխում է փաստերին տրված մեկնաբանությունը, որը մեղադրողի կողմից չի առաջադրվել, դատաքննության ընթացքում չի քննարկվել այդպես, ապա մեղադրյալը զրկվում է այդ մեկնաբանությունից պաշտպանվելու իրավունքից եւ հնարավորությունից։ Դատաքննության սահմանների վերաբերյալ կանոնը հստակ է։ Դատարանը կաշկանդված է մեղադրանքի փաստական հիմքով։ Եթե մեղադրանքը հիմնված է խոսքի բացահայտ կամ թաքնված իմաստի վրա, ապա մեկնաբանությունն ինքնին դառնում է մեղադրական փաստական հիմքի բաղկացուցիչ մաս։ Կարող ենք հիմնավոր հետևության հանգել, որ մեղադրանքի որոշակիությունը պահանջում է ոչ միայն փաստերի հստակ նկարագրություն, այլև այդ փաստերին տրվող մեկնաբանություն։ Ուստի եթե մեղադրողները այդ փաստերին տալիս են X մեկնաբանություն, դատարանը չի կարող փոխել դա եւ սարքել իր ուզած Y մեկնաբանություն։ Գտնում ենք, որ մի մեկնաբանության ինքնուրույն փոփոխությունը դատարանի կողմից միանշանակ հանգեցնում է դատաքննության սահմանների խախտման, որից բխում է ակամա պաշտպանության իրավունքի խախտում։ Անցնելով, փոխելով այս մեղադրանքը, դատարանը ակամա թույլ է տվել մի սխալ ևս մեր գնահատմամբ։